2 միլիոն ծաղիկ 60,000 տնկի։ Սա Երևանի քաղաքապետարանի կանաչապատ տարածքների հարստացման 2014 թվականի ծրագիրն է։ Կատարված աշխատանքներից քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհ է։ Տեսնում եք, որ օր-օրի Երևան քաղաքում կանաչ տարածքները ավելացվում են։ Այնինչ ակներև է քաղաքապետի համար տեսանելի չէ բնապահպաններին, բետոնապատ այգիներ, շինությունների վերածված կանաչապատ տարածքներ եւ զանգվածային ծառահատումներ։ Օրեցօր առաջընթաց տեսնող Տարոն Մարգարյանի ծառատունկին կանաչների պահապաններն այսպես են արձագանքում։ Ես չեմ հասկանում ինչի մասին է գնում խոսքը, իր ծառատունկերի մասին է գնում խոսքը, որովհետև հիմնական ծառահատումներ են կատարվում շատ լուրջ մասշտաբներով։ Միգուցե քաղաքապետարանը դիտարկում է, որ տանիքներն էլ է կանաչ ներկե եւ դրանով է ասում, որ կանաչ տարածքները ավելանում են։ Կանաչապատ տարածքների ընդլայնմանը միտված ամենամյա ծառատունկը լայն թափ է առել վերջին 4 տարիներին։ Մասնավոր ընկերությունների, բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունների նվիրատվություններից զատ քաղաքապետարանը նույնպես միլիոնավոր գումարներ է ծախսում։ Հաշվել եւ պարզել տվյալների իսկությունը գործնականում գրեթե անհնարին է։ Հենց այստեղ է, որ բնապահպանները առաջ են տանում կոռուպցիոն վարկածը։ Տնկված ծառերի քանակի վրա կասկածողներին քաղաքապետն առաջարկում է պարզապես շրջել Երևանով։ Ինչ կոռուպցիոն ռիսկերի մասին է խոսքը։ Եթե քանակը հաշվելն անիրատեսական է, ապա դրանց տեղակայման վայրերի մասով քաղաքապետարանը խնդիրներ չի տեսնում։ Տարոն Մարգարյանի հանձնարարականով բնապահպանական վարչության պետի տեղակալը Ազատության հետ շրջայց կատարեց վերջին 2 տարիներին ծառատունկ իրականացված վարչական շրջաններում։ Այս տարվա տնկացը, այս անցյալ տարվա տնկացները, կարկասները այս տարվանն է։ Նորատունկ ծառերի ամենաթարմ հետքերը կենտրոն վարչական շրջանում Արագած սրճարանին հարող այգում էին։ Ըստ Մաքս Ապետյանի, սրանք հենց օրեր առաջ քաղաքապետարանի կողմից տնկված 20,000 ծառերի փոքրիկ մասնիկն են միայն։ Սա տնկվել է մոտակա այս 10 օրը քաղաքապետարանի կողմից։ Այո։ Հենց այստեղ էլ առաջ եկավ քաղաքապետարանի առանց այն էլ սուղ տվյալների առաջին հակասությունը։ Օրեր առաջ ծառերը տնկող աշխատակիցներին Ազատության տեսախցիկն անձամբ էր ֆիքսել։ Քաղաքապետարանի տեղը թեև լավ գիտեին, բայց կառույցի հետ երբևէ առնչություն չեն ունեցել։ Դու քաղաքապետարանից եք, Չէ։ Մերը Նուշիկյան ասոցիացիան է, Նուշիկյան ասոցիացիան այս այգին ասենք տիրություն է անում, մենք էլ իր աշխատողներն ենք։ Մի ծառ եւ 2 տնկող հակասությունով քաղաքի կանաչապատման թնջուկը չավարտվեց։ Քաղաքապետարանի ծառատունկ իրականացրած վայրերի ցուցակը զարմացրեց բնապահպան Գալուս Նանյանին։ Փողոցը գիտեր, բայց ծառեր չէր հանդիպել։ Ես նաև անցած տարվա հաշվետվության մեջ 2013-ին նայեցի, որ նաև ծառատունկեր են արվել Պարոնյան եւ Պրոշյան, փողոցների վրա։ Ես ինքս ապրում եմ այստեղ, բայց այս տարածքում, բայց ես չեմ տեսել, որտեղ ամեն օր գոնե Պարոնյանի եւ Պրոշյանի հետ հատվածում ոտքով քայլում եմ։ Կարևորը ոչ թե տնկելն է, այլ խնամելը։ Համայնքային ծառատունկ իրականացնողներին կանաչապատ ոլորտում տարիների փորձ ունեցող աշխատակիցը հիշեցնում է, յուրաքանչյուր հողին հանձնված տնկի ծառ դառնալու երկար ճանապարհին պահանջում է առանձնակի հոգատարություն։ Ամեն տարի ասում են միլիոնացար տնկեցինք, բայց միլիոնից ենթադրենք 20-ն է կպնում։ Ո՞ւմ է պետք է միլիոն ծառը ծախսերն ու բանը։ Կանաչապատ տարածքների խնդիրն ըստ Մաքս Ապետյանի եղել եւ մնում է բնապահպանության վարչության գործառույթների հիմնական առարկան։ Եթե ծառատունկի համար այս տարի ընդամենը 19 միլիոն դրամ է ծախսվել, ապա կանաչապատ տարածքների խնամքի համար վարչական շրջաններին տրվող գումարն այս տարի կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Արդյունավետության տեսանկյունից քաղաքապետարանը խոսում է կոնկրետ փաստերով։ Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները հասցրել են 850 հեկտարի։ Հələ տես նաև ջրված է արդեն սա այն գրավականն է, սիսակ, որ մենք գարունը կպչողականությունը ապահովել ենք արդեն։ Տա Աստված գարունը գանք նայենք։ Ամբողջ գոնե մի 60-70% Այս հատվածում 80%։ Նորատունկ եւ հասուն ծառերի բնականոն աճի ապահովման կարևորագույն խնդիր է նաև դրանց էտման աշխատանքները։ Այս հարցում եւս բնապահպաններն ու քաղաքապետարանի տեսակետները խիստ տարբեր են։ 11 ամսվա ընթացքում 11 անգամ քաղաքապետարանի կանաչապատում, այդ ՍՊ-ի, ԹՓԲ-ի, չգիտեմ, լավ էտում է արել։ Բայց ես միշտ բարձրաձայնեցի անգամ իմ Facebook-յան էջում, չգիտեմ, հարցազրույցներից մեկում ասեցի, որ քաղաքապետարանում չկա համապատասխան մասնագետ եւ չի հասկանում, որ էտման շրջան կա։ Էտման աշխատանքների գրաֆիկը հստակ է՝ գարուն եւ աշուն։ Մաքս Ապետյանի պնդմամբ այս հարցում մասնակից են դարձրել անգամ ակադեմիկոսներին։ Հաճախակի հանդիպող բոլորովին մերկ ծառերի կյանքն ամենևին էլ ավարտված չէ։ Բայց կան առողջ ծառեր, որոնք էտում են ու այս տեսքն է ստացվում, այսինքն դա նորմալ է։ Միանշանակ նորմալ է։ Դրանով մենք խթանում ենք, որպեսզի տվյալ ծառատեսակի աճը ավելի լավանա։ Էտվածները կվերականգնվեն, տնկիներն էլ տարիներ անց հաստաբուն ծառեր կդառնան։ Կանաչապատման ոլորտում քաղաքապետարանի լավատեսությունն այդպես էլ չվարակեց բնապահպաններին։ Նրանք շարունակում են ջուրը լցված միլիոնների մասին բարձրաձայնել։